Ինչ եղավ հիբրիդային պատերազմը։ Դերևս 2 շաբաթ առաջ իշխանության ներկայացուցիչները, իշխանությունը սպասարկող այսպես կոչված եվրոպամետները, ճակերտավոր եվրոպամետները եւ նույնքան ճակերտավոր եվրոպամետ ՀԿ-ները ամեն օր խոսում էին Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի մասին, օգտագործում էին հենց այդ եզրույթը։ Դրա տակ, այսինքն հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար իշխանությունը ԵՄ-ից 11 միլիոն եվրո է վերցրել։ Հավանաբար այդ գումարը իրացնելու համար նույն ՀԿ-ները ամեն օր բացահայտում են եւ բացահայտում են հիբրիդային պատերազմի դրսևորումները։ Նրանք մասնավորապես զբաղված են այսպես կոչված fact checking-ով, այսինքն չեքավատ են անում այն փաստերը, որոնք վկայում են, որ Փաշինյանի բոլոր անդիմադիրները, բոլոր անդիմախոսները ղեկավարում են դրսից, ղեկավարում են Ռուսաստանից, կատարում են Կրեմլի պատվերը եւ խանգարում են մեր ժողովրդավարական զարգացմանը։ Այսինքն, երբ որ իշխանություններն են սուտ խոսում, դա պարզապես սուտ է, բայց երբ որ անդիմադիրներն են սուտ խոսում, դա հիբրիդային պատերազմ է։ Արտաքին հետախուզության ծառայությունը նույնպես լծված էր այդ աշխատանքին, այսինքն արտաքին հետախուզությամբ զբաղվելու փոխարեն զբաղված էր քարոզչական այդ թեզը լուսաբանելու, զարգացնելու գործով։ Բայց հանկարծ բուն հիբրիդային պատերազմ հասկացությունը, եզրը սկսեցին շատ ավելի քիչ օգտագործել։ Իհարկե առասպելաբանությունը պահպանվել է Կրեմլի դավադրության եւ այլն, բայց բուն այդ բառերը հիմա ավելի քիչ են հնչում։ Ինչու կարող եմ միայն ենթադրություններ անել, բայց կարող եմ հաստատ ասել, որ վաղ թե ուշ այդ փուչիկը պայթելու է։ Ինչպես պայթելու է թրիփը, որովհետեւ շատ քիչ հավանական է, որ Իրանի սահմանին հնարավոր լինի ամերիկյան ինչ-որ մի օբյեկտ սարքել։ Շատ լավ կլիներ, որ հնարավոր լիներ, բայց այդպես չէ։ Պայթելու է նաև այն սուտը, որը տարածում էին, թե իբր Վենսը եկել է եւ խոստացել է Հայաստանին 9 միլիարդ դոլարի ներդրումներ։ Այդ ստերը վաղ թե ուշ պայթելու են։ Երբ են պայթելու, դա կախված է մեր հասարակության հասունությունից։